Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր փուլ է մտնում, այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ։ Իրականում ինչ կտա ԵՄ վիզայի ազատականացումը Հայաստանին ու քաղաքացուն։ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Զյունիք Աղաջանյանը Օրագիր Նյուզի հետ զրույցում նշեց, որ վիզաների ազատականացումը տալիս է առանց մուտքի արտոնագրի երկրների միջև փոխանակման հնարավորություն։ Նշան մեր հանրության համար, որ դա անիներ տևող գործընթաց է, դրա հետ կապված անբաժան մաս է ռեադմիսիայի ուրեմն խնդիրները, դրա հետ կապ, այսինքն այդ երկրներում անօրինականորեն գտնվող Հայաստանի քաղաքացիների հետ ընդունման գործընթացը եւ բազմաթիվ ներպետական օրենսդրական փոփոխություններ, որոնք եվրոպական կողմից դիտարկվել են որպես անհրաժեշտ պայման այդ ազատ փոխանակումների հետ կապված գործընթացները իրականացնելու։ Դրա հետ կապված է նաև որոշակի տվյալների փոխանցման, դրանց անխոչնդոտ հասանելիության խնդիրները, այստեղ մենք անվտանգային հարցեր կարող ենք ունենալ։ Տիկին Աղաջանյանի կարծիքով ներկա պահին նման փաստաթղթեր, երևույթներ, եվրոպական ուղղությամբ քայլերի շարք մենք էլի կտեսնենք, որոնք բնականաբար ուղղված են լինելու այս իշխանությունների հեղինակության բարձրացմանը, հատկապես նախընտրական շրջանում որպես ձեռքբերումներ ներկայացնելու հնարավորությանը։ Վստահեցնում եմ ձեզ, որ այն այսպես ենթակայի կարգավիճակով հանդես եկող իշխանության պարագայում, որ մենք այսօր ունենք, որ անվերապահ եւ անմռունչ իրականացնում է ցանկացած պահանջ, որը գալիս է արևմուտքից, հատկապես եվրոպական երկրներից, մենք մեր պետության շահերի պաշտպանության տեսակետից ոչինչ չենք տեսնելու։ Այդպիսի ուրեմն պահանջներից կարող են լինել նաև համասեռական ամուսնությունների գրանցումը, դրանց հետ կապված տարբեր քարոզչական առաջին խնդիրներ, տարբեր կրոնական ուղղությունների աղանդների համար ավելի բարակ հող ստեղծելը, բարակ դաշտ ստեղծելը։ Աղաջանյանի խոսքով նման գործընթացները տարիների, եթե ոչ տասնամյակների ժամանակահատված են ենթադրում, իսկ մարդիկ խորությամբ չեն պատկերացնում երևույթները եւ իրենց կողմից ցանկալին ներկայացնում են որպես ակնկալվող արդյունք։ Ինչ վերաբերում է ազատականացումից հետո արտախոսքերին, այո, այդ նախադեպերը կան եւ դա եղել է թե Լեհաստանի, թե Բուլղարիա, այսինքն բոլոր այն միացած երկրների պարագան, որտեղ սկսել է գործել Եվրամիության տարածքում ազատ տեղաշխարհի հնարավորությունը, եւ սովորաբար նման մարդիկ ամենացածր բարձրատրվող աշխատանքի վրա են գնում, այսինքն ծառայությունների մատուցման դաշտն են զբաղեցնում, որը այդ տվյալ երկու քաղաքացիները ուղղակի չեն ցանկանում դրանով զբաղվել, այսինքն մենք ոչ թե խոսելու ենք բարձրատրվող աշխատանքի մասին, այլ խոսելու ենք ուղղակի սև բանվորության մասին տվյալ պարագայում, եւ նաեւ այդ անձնախոսքերն են պատճառը։ Դեսպանը հավելեց, որ այս պահին նման խնդիրների առաջադրումը զուտ քաղաքական նպատակ են հետապնդում իշխանություններին որոշակի բոնուս տալու համար, եւ անգամ այս գործընթացից դրական արձագանք կարելի է ունենալ միայն այն պարագայում, երբ իշխանության ղեկին ունենք ազգի շահերը սպասարկող իշխանություն։ Հասմիկ Մովսիսյան, Օրագիր Նյուզ։